Ժամանակակից աշխարհում լայնորեն տարածում է գտել մի գայթակղություն, ըստ որի բոլոր դավանանքներն ու աղանդները, նույնիսկ եթե դրանք միմյանցից առանցին են, կազմում են մեկ այսպես կոչված անտեսանելի եկեղեցի, քանի որ նրանցից յուրաքանչյուրը Քրիստոսին Աստծո որդի է խոստովանում եւ ընդունում է նրա ավետարանը։ Այս տեսակետի տարածմանն է նպաստում այն փաստը, որ Քրիստոսի եկեղեցու հետ կողք կողքի նրանից դուրս գոյություն ունեն բազում քրիստոնեական ուղղությունների հետևորդներ։ Ինչպիսին է նրանց հարաբերությունը Քրիստոսի եկեղեցու հետ։ Իհարկե չի կարելի քրիստոնեական դավանանքներն ու աղանդները դիտել ոչ քրիստոնեական կրոնների հետ միևնույն մակարդակի վրա։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ Տիրոջ խոսքի ընթերցանությունը բարերար ազդեցություն ունի բոլորի վրա, ովքեր դրա մեջ փնտրում են հավատքի հաստատություն եւ զորացում։ Մենք չենք կարող ասել, որ նրանց բոլոր աղոթքներն ամբողջապես անպտուղ են, եթե իհարկե դրանք բխում են մաքուր սրտից։ Եվ Սուրբ Գիրքը մեզ ուսուցանում է, որ բոլոր ազգերի մեջ Տիրոջից երկնչողները եւ արդարություն գործողները ընդունելի են Աստծուն։ Աստված ներկա է ամենուրեք, եւ նրանք զրկված չեն Աստծո ողորմածությունից։ Նրանք օգնում են պայքարելու բարքերի ազատության, արատների, հանցագործությունների դեմ եւ ընդդիմանում են աթեիզմի տարածմանը։ Սակայն այս ամենը մեզ հիմք չեն տալիս համարելու, որ նրանք պատկանում են եկեղեցուն, ովքեր ժխտում են կապը երկնավոր եկեղեցու հետ, աղոթքներով չեն մեծարում Տիրամորը եւ սուրբերին, մերժում են ննջեցյալների համար արվող աղոթքը, նրանք կտրված են հաղթանակած եկեղեցուց եւ հետեւաբար դուրս են Քրիստոսի եկեղեցու մեկ խորհրդական մարմնից։ Ուստի բնական է պնդել, որ այդ կրոնական կազմակերպությունները ընկերություններ են, որոնք մոտ կամ կից են, երբեմն էլ նաեւ դեմ են եկեղեցուն, բայց նրանք բոլորը դուրս են Քրիստոսի մեկ եկեղեցուց։ Նրանցից ոչ ոք չի գտնվում շնորհի մեջ, որը արկա է եկեղեցում, հատկապես այն շնորհի մեջ, որը տրվում է եկեղեցու խորհուրդների միջոցով։ Նրանք չեն սնվում այն խորհրդավոր սեղանից, որը տանում է դեպի հոգևոր կատարելություն եւ աստվածացում։ Ժամանակակից աշխարհի բոլոր դավանանքները միևնույն մակարդակի վրա դնելու նկարտումները չեն սահմանափակվում միայն քրիստոնեությամբ։ Նույն հարթության վրա են դրվում նաև ոչ քրիստոնեական կրոնները այն հիմնավորումով, իբրև թե դրանք բոլորը տանում են դեպի Աստված։ Որպես ապացույց է բերվում այն փաստը, որ նրանք ավելի շատ են։ Այս բոլոր միացնող ու հավասարեցնող տեսակետները ցույց են տալիս, որ մոռացվել է այն սկզբունքը, որ կարող են լինել շատ վարդապետություններ եւ կարծիքներ, սակայն ճշմարտությունը մեկն է, իսկ եկեղեցին ըստ առաքյալի սյունն ու հաստատությունն է ճշմարտության։